Բարյոր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է ես, Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է Երևանի Պետական համալսարանի Աստվածաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Նարինե Միրզոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Տիկին Միրզան, մենք այս մի քանի օրվա ընթացքում երկու տոն ունենք, մեկը ամանորն է, որը եթե խորը որ մտածում ենք ինչ-որ առանձնահատուկ իրենից ոչինչ չի ներկայացնում, ընդհանրապես օրացուցային տոն է, այսպես մի տարին փոխարինվեց մյուսով։ Մյուսը այսօր Սուրբ Ծննդյան տոնն է, ընդ որում ինձ համար տաղավար տոններից, այսպես ասեմ, երկուսն են առանձնանում, ինքը Սուրբ Ծնունդ եւ Սուրբ Հարություն։ Տոնը բայց մենք այստեղ հակասություն ունենք ամանորի հետ, որովհետև ըստ էության մենք պիտի պահքով գանք հասնենք Սուրբ Ծնունդ, բայց ամանորին ինչ ենք անում հրաշալի գիտենք եւ այդ հակասությունը հաղթահարել դեռ չի ստացվում։ Հունվարի 6-ը Քրիստոսի ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը դա այն կարևորագույն տոնն է, որը որ մեզ տրված է Աստծուց աստվածային կյանքով ապրելու, մարդկանց սիրելու, Աստծուն սիրելու եւ մարդկանց մեջ Աստծուն տեսնելու համար։ Գլխավոր խորհուրդը Քրիստոսի ծնունդն է։ Քրիստոս ծնավ, ինչպես ավետարանում է նշվում, որպեսի փրկի մեզ, փրկի մարդկությանը մեղքերից։ Աստված իր միածին որդուն տվեց աշխարհին, զոհաբերեց իր միածին որդուն, որպեսի մենք փրկվենք։ Քրիստոս մարդացավ, որպեսի մենք աստվածանանք։ Գլխավոր խորհուրդը աստվածացումն է։ Մարդու աստվածակենտրոն կյանքով ապրելու, աստվածային, լուսավոր եւ շնորհաբեր կյանքով ապրելու խորհուրդն է։ Կան շատ գնահատականներ, որ միգուցե օբյեկտիվ, միգուցե սուբյեկտիվ մի քիչ, որ մենք այնքան էլ լավ քրիստոնյաներ չենք, հայերը մասնավորապես, ու տարբեր ձևերով է հիմնավորվում, օրինակ դուք ասացիք, որ իրար սիրելու, հանդուրժելու, հանդուրժողական լինելու, մենք այնքան էլ այդ հատկանիշներով չենք փայլում, թե չէ։ Անկեղծորեն չեմ կարծում, որ այդպես է։ Ես կարծում եմ, որ մենք հայերս ունենք առանձնատուր շնորհ իրար սիրելու, իրար կյանքով ապրելու։ Ճիշտ է, մենք որոշակի շրջանում այդպես համերաշխություն, ներդաշնակություն չենք ցուցաբերում, բայց ես կարծում եմ, որ մենք հայերս պահպանում ենք քրիստոնեության ակունքները եւ իսկապես սիրում ենք եւ այս փառաբանության, Աստծուն փառաբանելու եւ այս ուրախության տոնին մենք դա ցուցաբերում ենք իրար հյուրընկալելով, իրար սիրելով եւ ոչ միայն դա է, նաեւ մենք եկեղեցական մեր տոները պահպանում ենք, այդ այսօրվա արժե համակարգը, այսօրվա այս ներկայիս աշխարհի նյութականացված աշխարհը ի վերջո բոլոր ազգերի եւ բոլոր երկրներում խաթարել է հոգեվոր կյանքը եւ մենք չենք կարող ասել, որ դա միայն Հայաստանում է եւ հայ ժողովրդի կյանքում է, բայց ես կարծում եմ, որ մենք հայերս իսկապես սիրառատ ժողովուրդ ենք եւ ունենք ներդաշնակություն եւ պատահական չէ, որ մենք քրիստոնեությունն առաջին ընդունեցինք որպես պետական կրոն։ Դա միայն քաղաքական, միայն ժամանակաշրջանի իրողություններով չեմ պայմանավորում ես ինքս, ես կարծում եմ, որ առաջնահերթ դա է նաեւ մեր ազգային հատկանիշներն են, որոնք որ մեզ մղեցին, մեր բարոյական համակարգը, մեր բարոյագիտական արժե համակարգը, այն ինչով որ մենք օժտված ենք որպես ազգ, մեզ մղեց, որպեսի մենք նաև առաջինը ընդունենք քրիստոնեություն։ Ես դա միշտ ասում եմ, դա ասել եմ նաև ուսանողներին, դա ասում եմ նաև իմ շուրջը, ես կարծում եմ, որ մենք այո, այսօր իսկապես
պահում ենք քրիստոնեական ակունքները, իհարկե մենք կարող ենք ավելի լավ քրիստոնյա դառնալ եւ այդ արժեհամակարգը ավելի լավ պահպանել, այն արժեհամակարգը, որ բերեց քրիստոնյա աշխարհը, չէ որ քրիստոնեությունն իր մուտքով բերեց նոր արժեհամակարգ, բարոյագիտական նոր մշակույթ, հոգևոր մշակույթ եւ հայ ժողովուրդը իր դարավոր մշակույթում, իր մշակույթի ակունքներում պահպանել այդ արժեհամակարգը եւ այսօր էլ մեր մշակույթում դա տեսանելի է եւ մեր մատենագրության մեջ, մեր ձեռագրերում, մեր գրականությունը, այդ ամբողջը արտացոլված է, մեր վանքերը, մեր ճարտարապետությունը ամբողջությամբ արտացոլված է։ Ամբողջը կրում են քրիստոնեության շուրջ։ Էպոսը չմոռանանք, անարդարացիորեն միշտ էպոսը մոռանում ենք հիշատակել, հա, որովհետեւ հա այնտեղ իհարկե բնականաբար կան նաեւ մինչ քրիստոնեական դրվագներ, այսպես ասեմ, հա, միայն ասենք կարելի է հիշել, որ ծովինարը ջրից հղիացավ ըստ էության, դա արդեն ավելի հին է, քան աշխարհի պատմությունը։ Հիմա տեսեք, բայց մենք ունենք երկու ըստ էության տոն, որոնցից մեկը տոն կարելի է համարել պայմանական, խոսքը նոր տարում, հա, ամանորին է վերաբերում, որը ըստ էության ընդհանրապես տենց մի տարին մյուսով փոխարինվեց եւ վերջ։ Եվ այդ սուրբ ծնունդը ըստ էության իրենք իրար մեջ հակասություն ունեն։ Իրանք հակասում են իրար, որովհետև սուրբ ծննդից առաջ պետք է պահքի շրջանը լինի, հա, ես ունեմ ընկերներ, որոնք այդ ամեն այդ կանոնները պահում են, ամսի 6-ից շուտ որևէ բան իրենց ավելորդ թույլ չեն տալիս։ Այդ հակասությունը հասկանալի է, որ խորհրդային տարիներից եկած մի բան է, հա, որովհետև անհավատ երկիր եւ այլ սուրբ ծնունդ։ Հետո մենք ինչու չկարողացանք վերադառնալ դրան։ Ճիշտ եք ասում, շատ կարևոր խնդիր է դա եւ կարծում եմ, որ իսկապես պետք է այնպես լինի, որ տարվա սկիզբը, տարվա զգացումը հենց այդ Քրիստոսին մոտենալու, աստվածային կյանքով ապրելու սկիզբը լինի հունվարի 6-ը։ Ինչ որ շատ հանգամանքներով է պայմանավորված, ինչ որ առումով նաև մենք կարող ենք նշել, որ առավել վաղ է գալիս, դեկտեմբերի 25-ից սկսած ամբողջ աշխարհը տոնում է եւ հայերն էլ երկար ժամանակ ամբողջ տարին, այդպես ամբողջ տարին այլ կյանքով են ապրել եւ վերջում իրենք փորձվում են ինչ որ չափով շուտ կատարել այդ նոր տարին, նոր տարվա իրողությունները, իրադարձությունները կարծես տրվում են այդ աշխարհի նյութական ցանկություններին, որը որ այդքան էլ ճիշտ է եւ շատ կարեւոր է, որպեսզի մենք հայեցողությամբ զբաղվենք, մեր իրական խորհուրդը գիտակցենք, ինչպես նշեցինք, իրական խորհուրդը Քրիստոսի սերն է, Քրիստոսի լույսն է, այն լույսն է, այն ավետիսը, որը որ տրված է մարդկանց, իսկապես Քրիստոսի ծննդյան ավետիսը, որ դա պետք է լինի մեր հոգում, իրար լուսավորելու, իրար համար ապրելու, չէ որ հենց գործկառաքելոցում, հենց ավետարանում նշված է ամեն ինչ հասարակած, մեկս մյուսի համար ապրելու, աղքատախնամությամբ զբաղվելու, ողորմածությամբ զբաղվելու, ներողամիտ լինելու, այդ ամենը շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը պահպանի դա եւ ի վերջո կարծում եմ գալիս է այնպիսի ժամանակաշրջան, որ աշխարհը եւ ոչ միայն աշխարհը, նաեւ մենք հայերս ի վերջո հոգնելու ենք նյութական այդ կյանքից եւ վերադառնալու ենք հոգևորին, վերադառնալու ենք լուսավորին եւ մենք դուրս կգանք այդ այսպես ասած նյութական մտածողություններից եւ նյութական ցանկություններից։ Ինչ պետք է արվի դրա համար։ Ասես։ Պետք է ժողովուրդը լուսավորվի։ Պետք է ժողովուրդը կրթվի։ Պետք է ժողովուրդը գիտելիքներ ձեռք բերի։ Պետք է այդ գիտելիքները դինեն ոչ միայն տարբեր բնագավառների, այլ նաև հատկապես հոգևոր կյանքի վերաբերյալ։ Եվ դա առաջին հերթին գալիս է ընտանիքներից, գալիս է դպրոցներից։ Դպրոցներում պետք է փոխվի արժեհամակարգը, չպետք է նոր տարվա իրողություններին զուգընթաց առաջնահերթ մտածվի, այլ նյութականի միմյանց նվերների, այլ պետք է
փորձեն բոլորը առաջնահերթ այնպիսի կրթություն տան նաև երեխաներին, որպեսզի երեխաները հասկանան, որ Քրիստոս մեր մեջ է եւ մենք պետք է սիրենք միմյանց եւ դա գլխավոր խորհուրդը Քրիստոսի ծնունդն է եւ վաղ շրջանում այո հայոց տներում բոլորը թակում էին միմյանց դռներ պատարագից հետո պատարագի ժամանակ ավետվում էր Քրիստոսի ծննդյան եւ ծնունդը եւ Աստվածահայտնությունը եւ դրանից հետո բոլորը շնորհավորում էին բոլորն իրար տներ էին գնում բոլորը տեղեկացնում էին այդ գլխավոր լույսի մասին եւ փառաբանում էին Տիրոջը առաջնահերթ այս տոնը փառաբանությունն է Աստծուն փառաբանությունն է Հիսուս Քրիստոսին եւ շնորհակալություն հայտնելու այն բարիքների համար հանուն որոնց մենք ապրում ենք եւ այդ արժեքները պետք է լինեն երեխաների շրջանում պետք է հատուկ կրթություն տալ երեխաներին ես կարծում եմ այո պետք է ընտանիքներից սկսել պետք է դպրոցներից սկսել եւ պետք է լուսավորվի պետք է մեր ժողովուրդը եւ մեր երեխաները համապատասխան գիտելիքներ ստանան դա ամենակարևորն է մեզնում այսպիսի մի ախտ կա որը ես բարբերաբար տեսնում եմ էլի մենք ինչքանով որ ասենք քարոզում ենք բարություն, բարեգործություն օրինակ, մտածեք։ Կտակարանի մի արտահայտություն կա, որի նշանակությունը շատ քչերը գիտեն, ասում են, որ ասում են ձախ ձեռքը չպիտի իմանա ինչ է անում աչքը, դա բարեգործության մասին է, այսինքն երբ մարդուն լավություն ես անում, չպիտի այդ մասին հայտարարես։ Մեր մոտ մի քիչ հակառակ պատկեր է, ով ինչ անում է, տենց հրապարակայնացնում է, գումարներ է ծախսում, որ դա տարածվի եւ ու այդ համապատկերում արդեն ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում թե երեխան որ այդ ամենը տեսնում է հետո ինչպես պիտի գա այն իրական արժեհամակարգին հասնի որովհետեւ ըստ էության մենք ամեն Աստծո օր համարյա խաթարում ենք այդ երեխեքի ներքին աշխարհը հենց այդ կարգի բաներով Համաձայն եմ, շատ ճիշտ եք ասում, որ բարեգործությունը, աղքատախնամությունը եւ ողորմածությունը պետք է ոչ թե ցուցադրաբար լինեն եւ դա Քրիստոսի պատվերն էր, որ մենք պետք է դա Աստծո համար անենք, որովհետեւ ամեն մարդ Աստծո պատկերն է եւ Գարեգին առաջին կաթողիկոսն ասում էր, որ մի ասեք, որ դուք Աստծուն սիրում եք, եթե դուք չեք սիրում ձեզ նման մեկին եւ մարդուն։ Մենք պետք է մեզ նման մեկին սիրենք, որպեսզի մեզ նման մեկի մեջ տեսնենք Աստծուն եւ մարդ հարաբերության մեջ է դրսևորվում մարդ-Աստված հարաբերությունը։ Այո, հենց այս արժեհամակարգն է, որ պետք է տրվի դպրոցին, բայց դա միայն մեզանում չէ։ Ես կրկնվեմ, դա ամբողջ աշխարհում է իմ կարծիքով, կարող եք հակադարձել, չգիտեմ, ես կարծում եմ, որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ, եւ ես նույնիսկ կարծում եմ, որ Հայաստանում այդ արժե համակարգը շատ Հայաստանն առավել ամուր է իր արժե համակարգի տեսանկյունից։ Ես ընդունում եմ, որ միայն մեր մոտ չի այդ խնդիրը, բայց ես ինչի եմ կենտրոնանում մեր վրա, որովհետեւ մենք բոլոր առիթներով պատեհ լինի թե անպատեհ, ասում ենք մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, այս ընկեր ենք, բայց տարական բաներ կան, որ ուղղակի կամ չգիտենք, կամ գիտենք չենք անում։ Այո, դա է, հենց դա է, տգիտությունն է, որ մարդկանց մղում է, այսինքն բոլոր չարիքները ծնվում են հենց տգիտությունից եւ դա հենց վաղ շրջանից մատենագիրներն էլ նշում էին, իսկապես դա է խնդիրը։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի մենք լուսավորենք եւ լուսավորվենք, մենք սովորեցնենք, մենք դառնանք լուսավորյալ եւ կրթյալ ազգ դա ամենակարևոր խնդիրն է այսօր մեզ համար մենք պետք է տարական գիտելիքներ իմանանք հոգեվորի մասին մեր կրոնի մասին մեր ժողովրդի մտածողության մասին մեր արժեհամակարգի մասին մշակույթի մասին այդ ամբողջը պետք է իհարկե առաջնահերթ ընտանիքում ծնվեն այդ գաղափարները եւ հետո նաեւ դպրոցում այսինքն այսօր մեր կրթական համակարգը շատ մեծ բան ունի անելու լուսավորելու եւ
կրթելու տեսանկյունից եւ բոլորս ենք դրա պատասխանատուն դա ոչ դպրոցներն են ոչ հատուկ անձինք են դա մենք յուրաքանչյուրս ունենք մեր ուսերին պարտավորություն դաստիարակելու կրթելու լուսավորելու յուրաքանչյուրս եթե որևէ մեկը իմ կարծիքով մտածում է որ ինքը չունի որևէ պարտավորություն եւ միայն իր կողքինն ունի պարտավորություն սովորեցնելու այդ դա է իմ կարծիքով մեր խնդիրը յուրաքանչյուրս պետք է հասկանանք որ բոլորս միասին կազմում ենք վեմ եւ բոլորս միասին կազմում ենք մեկ միասնություն ներդաշնակություն մեր ազգի բոլոր անհատները ունեն պարտավորություն սովորեցնելու եւ լուսավորելու գալիք այս Սուրբ Ծննդյան տոնին եւ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին ես ցանկանում եմ ամենակարևորը որ մեր ժողովուրդը դառնա լուսավորյալ եւ կրթյալ ժողովուրդ չեմ ասում որ մեր ժողովուրդը չի եղել մեր ժողովուրդը մշտապես եղել է բայց շատ ավելի լավ է որպեսզի մենք պայքարենք անընդհատ լուսավորվելու եւ անընդհատ զարգանալու եւ անընդհատ զարգացնելու Տեսեք, կրթվածության պակասը ըստ էության ինքը մի շարք անհարմարություններ ստեղծելու զատ ինքը բերում է նաև հոգևոր վակուումի որոշակի իմաստով եւ այդ վակուումը ցավոք սրտի լրացվում է այլ բաների հաշվին նկատի չունեմ նյութական ինչ-որ կան մի շարք կրոնական կազմակերպություններ որոնք այսպես ձեռները շփում են ման են գալիս գտնում են մեկին, որը աղոտ պատկերացում ունի քրիստոնեության մասին, խափում են ներկայանալով որպես քրիստոնեական ուղղություն, իրականում քրիստոնեության հետ կապ չունեն։ Եվ դա բավական լուրջ խնդիր է դառնում նախ ազգային միասնության տեսանկյունից, որովհետև այդ կազմակերպությունները լինելով մի մասը նաև տոտալիտար աղանդներ, պայմանական տերմին եմ ասում, ըստ էության այդ մարդկանց գետոյացնում են, հա, փակում են մի անկյունում այս գրքեր ընդհանրապես գիրք կարդալ չի կարելի է կարդալ միայն սա, միայն նա։ Այդ վակուումը լրացնելու ախր ես տարբերակները չեմ կարողանում գտնել, դուք տեսնում եք։ Այո, ես տեսնում եմ եւ ես կարծում եմ լավատես եմ այդ հարցում, որ ես չեմ կարող ասել, որ այլ կազմակերպությունները կամ հարանվանություններն են մեղավոր, որ գտնում են մեկին, գիտեք, եթե մենք չենք ուզում սովորել որևէ բան, կամ անհատը եթե չի ցանկանում ինքը սովորել, կամ որևէ գիտելիք չունի շատ հարցերի շուրջ, շատ հեշտ է, որ ինքը կողմնորոշվի այլ ուղղությամբ եւ այլ գիտելիքներ ստանա։ Բայց այդ անհատներն էլ մեր ազգի ներկայացուցիչներն են եւ մենք ավետարանում գիտենք, որ Հիսուս Քրիստոս մեկ մոլորյալի ետևից էլ գնում է, այսինքն անգամ մեկ մոլորյալը եւ երկու մոլորյալը կազմում են մեր ազգի ներկայացուցիչները եւ յուրաքանչյուրս ունենք պարտավորություն այդ մոլորյալներին ճշմարիտ ճանապարհի վրա կանգնեցնելու։ Ես ունեմ մեծ հավատ, որ մենք կարող ենք շատ բան փոխել եւ ես ինքս կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է մտածենք մեծ պատասխանատվությամբ մեծ գործ կատարելու մասին։ Եվ դա, եթե որևէ մեկը չի կարող եւ չունի համապատասխան կրթություն կրթական միջավայրում դա կատարելու, ապա ինքը գոնե փոքրիկ չնչին չափով ինքը կարողանա աջակցի մյուս խմբին։ Օրինակ, եթե ինքը տանն է, թեկուս ընտանիքի, երեխայի դաստիարակությամբ կամ իր շրջապատում իր ընկերոջը, չէ՞ որ հենց իր ընկերոջը ճշմարիտ ճանապարհի վրա կանգնեցնի։ Նույն հենց ավետարանում մենք տեսնում ենք երանիների շարքում, որտեղ որ նշվում է Երանի սգավորներին, որովհետև նրանք պետք է ժառանգեն երկնքի արքայությունը։ Սգավորները նրանք են, ովքեր որ իրենց հարազատ ընկերների, իրենց հարազատների մեղքերի համար ցավում են եւ նրանք
մեծ աշխատանք ունեն կատարելու իրենց հարազատների կյանքում շատ բան փոխելու համար։ Մենք եւ դրա գլխավոր հիմքը պետք է լինի սերը, ոչ թե դատապարտումը։ Մենք չպետք է դատապարտենք, մենք չպետք է վիրավորենք, մենք չպետք է առանձնացնենք մեկս մյուսին։ Մենք պետք է սիրենք, մենք պետք է ընդունենք մեկս մյուսին այնպիսին, ինչպիսին որ կանք։ Մենք պետք է մեր գլխավոր ռազմավարությունը դառնա սերը, Քրիստոսի սերը, քրիստոնեության լույսը, Քրիստոսի լույսը։ Բայց ես լավ չեմ պատկերացնում, դուք որ ասում եք պիտի կրթվածության մակարդակը բարձրացվի, որ մարդիկ պիտի տեղյակ լինեն, պիտի սովորեն։ Ես չեմ կարծում, որ դուք նկատի ունեք, որ օրինակ դպրոցներում պիտի աստվածաբանություն առարկա լինի, չէ՞։ Ես միայն դա նկատի չունեմ, որ դպրոցներում պետք է լինի։ Դպրոցներում իհարկե դա այլ հարց է, այլ քննարկման առարկա է, պետք է լիներ եկեղեցու պատմություն առարկան, թե ոչ։ Ես ինքս դասավանդել եմ եկեղեցու պատմություն առարկան, համաշխարհային պատմություն եւ հայոց պատմություն դպրոցում, եթե այդ հարցի շուրջ իմ կարծիքը պետք է նշեմ, այո, ես կարծում եմ, որ դա պետք է լինի, որովհետեւ ես ինքս ունեմ այդ փորձը տեսնելու, որ դա մեծ ազդեցություն է գործել երեխաների շրջանում, բայց խոսքը դրա մասին չէ։ Արժե համակարգը մարդկային վերաբերմունքը միմյանց նկատմամբ սերը միայն եկեղեցու պատմություն առարկայով չէ, եւ դա պարզապես օրինակ պետք է լինի։ Ընտանիքում, երբ որ մեկը մյուսին հարգում եւ սիրում են, այդ օրինակը տարածվում է նաեւ երեխայի վրա։ Նույնը նաեւ դպրոցներում, երբ որ ընկերներն իրար սիրում են, դա տարածվում է բոլորի վրա, դա գեղեցկությունը, սերը, հարգանքը դա վարակիչ է։ Երբ որ մարդիկ իրար սիրում են, դա վարակիչ է։ Դա շատ կարևոր է, որպեսզի դա լինի եւ մարդիկ իրար սիրեն, հարգեն եւ արժե համակարգ տարածի։ Եվ դա միայն դպրոցներում չէ, դա նաեւ հետո նույնը նաեւ համալսարանում է, նույնը պարտադիր չէ բոլորը սովորեն, նույնը նաեւ այլ միջավայրում, աշխատավայրում է։ Մարդիկ պետք է միմյանց գնահատեն, միմյանց սիրեն, բայց գլխավոր հիմքը պետք է լինի Քրիստոսի սերը, այն սերը, որը որ անձնազոհություն է, անձնազոհություն, նվիրվածություն, հոգատարություն, ողորմածություն, քրիստոնեական առաքինությունները, որոնք որ հենց ավետարանում երանիների շարքում նշվում են, խաղաղարարները, ողորմածները, հեզերը, խոնարհները, արդարները, դրանք բոլորը քրիստոնեական առաքինություններն են։ Եվ նրանք, ովքեր որ այդ առաքինությունները պահպանում են իրենց կյանքում, նրանք կարողանում են սեր տարածել, այդ սերը ուսուցանող է, կարող է եւ բառեր ասեն, մարդիկ կրկնեն, Աստվածաշնչից մեջ բերումներ բերեն, քաղվածքներ բերեն, բայց իրենք օրինակ չհանդիսանան։ Եթե մարդն ինքը իր կյանքով, իր ապրելակերպով օրինակ չի հանդիսանում, իր խոսքերը չեն կարող ազդեցություն ունենալ։ Այդպես է, այսինքն յուրաքանչյուր մարդն ինքն իր օրինակով պետք է ծառայի ճշմարիտ ճանապարհը եւ արժանապատվությունը։ Բայց Տիկին Միրզյան, տեսեք, ինչպես պիտի քրիստոնեական սերը ծագի էմպաթը, որը ձևավորվում է, ասենք, մարդկանցից, որոնք իրենց երեխաներին ասում են, եթե քեզ մեկը նեղացնի, այն քարով կտաս գլխին։ Շատ բարդ խնդիր է, որովհետեւ մենք ամեն օր մշտապես այդ խնդիրների առջև կանգնում ենք, ես էլ ունեմ բալիկ, որ սովորում է դպրոցում, երբեք չեմ ասել բան, երբեք չեմ ասել, որ պետք է, բայց մենք էլ չենք կարողանում ինչ որ չափով բոլորս չենք կարող ազդեցություն ունենալ նաև այսօրվա սերնդի եւ այսօրվա երեխաների վրա, ովքեր որ այլ բան են տեսնում եւ այլ կյանքով են ապրում եւ ամբողջ օրը այլ միջավայրում են նրանք եւ այդ միջավայրը դպրոցը չէ, տարբեր միջավայրեր են, պարտադիր չէ դպրոցը լինի, այլ կենտրոններ, մշակութային կենտրոններ, տարբեր կենտրոններ եւ անընդհատ բոլորը բախվում են այդ խնդիրներին, կարծես թե մարդիկ դարձրել են իրենց համար գոյատևման պայքարելու հարցեր եւ կարծես թե բոլորը մեկը մյուսի հետ պայքարում են։ Մենք պետք է առաջնահերթ հանենք այն մտածողությունը, որ մենք պետք է պայքարենք, մենք պետք է կռվենք միմյանց հետ։ Երբ որ մենք հասկանանք, որ մենք ապրում ենք միմյանց համար,
մենք միասնական ազգ ենք եւ բոլորս իրար համար պետք է լինենք, բոլորս պետք է ներդաշնակ լինենք եւ դա այո, դա ընտանիքներից է գալիս, բայց չենք կարող ասել, որ դա ամբողջությամբ նաեւ ընտանիքների արդյունք է, որովհետեւ ժամանակին, երբ որ երեխաները միայն դպրոց էին հաճախում, կարելի էր ասել, որ երեխան ընտանիքի հայելին է, բայց այսօր շատ դժվար է դա ասել, որովհետև երեխան առավել քիչ տանն է լինում, քան այլ վայրերում է այլ վայրերը հիմնականում սոցցանցերն են։ Եվ նաև սոցցանցերը, այո, սոցցանցերը, որոնք որ ամբողջ օրը այլ գաղափարախոսություն են տարածում, շատ դժվար է այսօր, բայց ի վերջո նույնիսկ այդ միջավայրը հոգնեցուցիչ է եւ ես կարծում եմ, ես արդեն տեսնում եմ, ես ամեն օր տեսնում եմ եւ լսարաններում եւ ուսանողների հետ շփվելիս, որ իրենք հոգեվոր կյանքին են փափագում միմյանց սիրելու, միմյանց համար ապրելու, միմյանց օգնելու կյանքին են փափագում։ Ես մի օրինակ բերեմ, տեսեք, սոցցանցերի հետ կապված եմ ասում, որովհետեւ իրանք իրոք ազդում են երեխաների, հետո արդեն մեծանալուց հետո արդեն ընդհանրապես ամբողջ կյանքի վրա ազդեցություն են թողում սոցցանցերը։ Ավստրալիայում երկար բավական տևական ուսումնասիրություններից հետո պարզեցին, որ այդ սոցցանցերում անընդհատ լինելը երեխաներին ագրեսիվացնում է, որ այդտեղ մենակ ուշադրության խնդիր է, չէ՞, էլի, ագրեսիվ են դառնում երեխաները եւ որոշում կայացվեց, որ մինչև 16 տարեկան բոլոր երեխաների սոցցանցային տվյալները բազան պիտի փակվի։ Այսինքն երեխաները 16 տարեկանը մինչև սոցցանցերում լինելու իրավունք չեն ունենալու։ Հիմա ձեզ Հայաստանում դա կարող ենք կիրառել։ Կարծում եմ այո, կարող ենք։ Եթե անկեղծ այստեղ ես կարծում եմ, որ այստեղ միայն ընտանիքների խնդիրը չէ եւ միայն անձանց խնդիրը չէ։ Կարծում եմ, որ այստեղ այո, պետությունը շատ բան ունի անելու, պետական եղանակներով սահմանափակելու սոցցանցերը։ Ես ինքս ցանկանում եմ եւ ինքս երազում եմ, որ իմ երեխան որևէ կերպ սոցցանցերի հետ առնչություն չունենա։ Եվ ես կարծում եմ, այո, ժամանակն է, որպեսզի ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, ստեղծվի այլ մթնոլորտ եւ ընդհանրապես սոցցանցերը ոչ միայն երեխաների, նաեւ մենք միայն երեխաներից ենք խոսում, բայց նույն մարդիկ ագրեսիվ են դարձել։ Նույն մարդիկ դարձել են ոչ ներդաշնակ, իրար հետ կռվող, ամբողջ օրը սոցցանցում են։ Ես ինքս անկեղծորեն շատ վաղուց սոցցանցերում այդպես ամբողջապես չեմ գործում, որևէ բան չեմ գրում, որևէ առնչություն չունեմ, որովհետև ես կարծում եմ, որ այսօրվա խնդիրների մեծ մասը հենց սոցցանցերում լինելն է, ես սահմանափակել եմ դա։ Այո, դա որովհետև այնտեղ սեր չկա։ Այո, այնտեղ սեր չկան, այնտեղ մարդկային հարաբերություններ, այնտեղ անընդհատ վեճեր, կռիվներ, անընդհատ մարդիկ ինչ-որ բան են ուզում իրար ապացուցել, անընդհատ մասնատվածություն, բայց երբ որ մարդիկ, ես տեսել եմ, որ մարդիկ նույն սոցցանցերում իրար հետ վիճում են եւ հանկարծ գալիս են իրական կյանքում ամաչում են նայեն իրար աչքերին։ Մենք չպետք է ապրենք այդ կյանքով, մենք պետք է իրական կյանքով ապրենք եւ վերադառնանք մեր իրական կյանքին եւ հասկանանք, որ այս ճգնաժամային իրավիճակում, որ ամբողջ աշխարհում է տիրում, նյութականացված աշխարհում, ամբողջ բոլոր ազգերին կփրկի միայն սերը, Քրիստոսի սերը եւ Քրիստոսի լույսը։ Հուսանք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Երևանի Պետական Համալսարանի Աստվածաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Նարինե Միրզոյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։